Առաջին լրատվականի հիմնական թողարկումն է եթերում բարև ձեզ օրվա գլխավոր թեմաները նախամարում։ Եվրոպա մեկնելու համար վիզային քաշքշուկներ էլ չեն լինի Հայաստանի քաղաքացիների որոշակի խմբեր Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագիր կստանան պարզեցված կարգով։ Համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում։ Էթիկայի հարցի քննարկումը էթիկայի կանոնների խախտումներով, ազգային ժողովում արտահերթ նիստը ընթացել է բուռն վիճաբանություններով։ Միացյալ Նահանգներում խոնարհված են պետական դրոշները, ամբողջ երկրում քառօրյա սուգ է Նյութաուն քաղաքում տեղի ունեցած ողբերգության առիթով, որին զոհ գնաց 6-ից 7 տարեկան 20 երեխա և 6 չափահաս։ Աֆղանստանում ականների պայթյուններից զոհվել է 10 երեխա, 16 մանկահասակ երեխա էլ ահաբեկչության զոհ է դարձել Պակիստանում։ Նվերներ ֆուտբոլային աստղից, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ավանդույթը չի խախտում, նա դարձյալ Արցախում է և ոչ Ձեռնունայն։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը տոնում է 75-ամյա հոբելյանը, երգչախմբի անսպառ եռանդ և անխափան ստեղծագործական ընթացք է մաղթել հանրապետության ղեկավարը։ Թողարկման սկզբում նախ մեկ պաշտոնական լուր, նախագահ Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, այցն աշխատանքային է։ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Ազգային ժողովում արտահերթի մեկնարկն այսօր տրվել է բուռն բանավեճերով, падգամավորները քննարկում են ծավալել էթիկայի հանձնաժողովի շուրջ և այն չի անցել առանց էթիկայի կանոնների խախտումների։ Ընդդիմադիր խմբակցությունները դեմ են ազգային ժողովի կանոնակարգ օրենքի լրամշակմանը, որ էթիկայի հանձնաժողովի կազմի փոփոխությանն է վերաբերում։ Բոլոր մանրամասները Մայա Խաչատրյանի տեսանյութում։ Մեծամասնություն թե փոքրամասնություն էթիկայի հանձնաժողովը նրանց հավասարապես պետք է ընդգրկի։ Դա էլ պատճառն էր, որ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանն առաջարկել են կրկին լրամշակել ազգային ժողովի կանոնակարգ օրենքը։ Փոքրամասնությունը կարողանում է դառնալ թելադրող։ Էթիկայի հանձնաժողովներում նման բան չի լինում։ Հիմնական զեկուցողը մինչև երկրի գլխավոր ամբիոնին մոտենալը ուսումնասիրել է նաև միջազգային փորձը։ Էթիկայի հանձնաժողովը չպետք է քաղաքականացվի։ Հանձնաժողովի վերջին նիստը ըստ падգամավորի հակառակը ցույց տվեց։ Քանի որ խախտվել է հավասարակշռությունը քաղաքական ուժերի միջև, այո, դա հնարավորություն է ընձեռում պարզապես քաղաքական որոշումներ կայացնելու։ Հեղինակներն ավելացրել են իշխանություն և ոչ իշխանություն եզրույթները և հիմնավորել քաղաքական իրավիճակն է թելադրել, օրենսդիրում ներկայացված են իշխանությունը, ընդդիմությունը և այլընտրանքը, այլ տարբերակ չկա։ Համազգեստ կարել տալ կամ մեջքների ճակատներին գրեն իշխանական, ոչ իշխանական, падգամավոր, այլընտրանք, սա ինչ մոտեցում։ Խորհրդարանի նախագահը падգամավորներին հորդորեց չշեղվել բովանդակությունից, էթիկայի մասին հարցի քննարկումը չուղեկցել էթիկայի կոպիտ խախտումներով։ Կոռեկտ արտահայտություններ անել եւ ընդհանրապես մենք հարց ենք քննարկում ոչ թե մեկը մյուսին վիրավորելու։ Էթիկայի հանձնաժողովը որոշումները պետք է կոնսենսուսով ընդունի։ Հիմա դա ապահովել հնարավոր չէ։ Դիմումների քննությունը պետք է ժամկետի մեջ ընթանա, հակառակ դեպքում կառաջանա իրավական հետևանք, սա էլ հաջորդ փոփոխությունն է։ Որոշում չի կայացվում, համարվում է, որ էթիկայի խախտում չկա կոնկրետ տվյալ պարագայում եւ հարցի քննությունը մերժվում է, դիմումը մերժվում է։ Ինչ կարիք կար 10 օրում գրել, հաստատել բերել արտահերթ քննարկման, ընդդիմադիր падգամավորների խոսքով կառավարության միջամտությունն անհրաժեշտ չէր, ՀԱԿ-ի հետ ՀՅԴ-ում համամիտ են։ Դա մենք պետք է որոշենք։ Կառավարությունը ինչ գործ ուներ։ Այնպես հրատապ եք բերել եւ ուրիշի միջոցով եք բերել, որ դա ամբողջ տասկում է։ Լրացուցիչ հնարավորություն է վերականգնել հանձնաժողովում քաղաքական ուժերի հավասարակշռությունը, հավասարեցնել ստեղծված անհավասար պայմանները, նշեց զեկուցողը։ Օրինագծին ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, ԲՀԿ անդամը այլ առաջարկել ունի։ Ընդդիմություն, իշխանություն նրանք մենք ենք, հա։ Այդ դեպքում բարի եղեք, ասեք Բարգավաճ Հայաստան, խմբակցությունը, հա, որտեղ մենք նրանք չենք։ Ազգային ժողովի փոխնախագահը հորդորեց հանդարտություն պահպանել եւ չզարմանալ սովորական օրինագիծ է, ավելորդ զգացմունքայնության կարիք չկա։ Պետք չի զարմանալ, որ քաղաքական իշխանությունը պարլամենտում ցանկանում է հավասար հնարավորություններ։ Իսկ այդ ով է ձեզ ասել, որ պետք է փոքրամասնությունը ավելի շատ իրավունք ունենա էթիկայի հանձնաժողովում, քան իշխանությունը։ Երեքշաբթի նիստին ընդառաջ խորհրդարանի ղեկավարի առաջարկով կքննարկվեն օրինագծի վերաբերյալ բոլոր առաջարկները։ Արտահերթի առաջին նիստն առաջին աշխատանքային օրն էր նորընտիր երկու падգամավորների՝ Ռոբերտ Սարգսյանի եւ Արման Սահակյանի համար։ Արտահերթին զուգահեռ օրենսդիրների տրամադրություններն աստիճանաբար տոնականի են փոխվում։ Մայա Խաչատրյան, Հակոբ Սարգսյան, Առաջին լրատվական։ Հայաստանն ու Եվրամիությունը այսօր Բրյուսելում ստորագրել են մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը։ Եվրոպական կողմից այն ստորագրել են Կիպրոսի արտգործնախարար, Եվրամիության նախարարների խորհրդի նախագահ Էրատո Կոզակու Մարկուլիսը և ներքին հարցերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը։
Հայկական կողմից արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Համաձայնագիրը կուղարկվի Եվրախորհրդարանի դիտարկմանը։ Այս համաձայնագրով Հայաստանի քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր։ Պարզեցված կարգով մուտքի արտոնագիր կստանան Հայաստանի գիտնականները, ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի և արվեստի գործիչները և այլն։ Իսկ մինչև 12 տարեկան երեխաները, ուսանողները, թոշակառուները և պաշտոնական պատվիրակությունների անդամները մուտքի արտոնագիրը կստանան անվճար։ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը 20 դատավորների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին դատավորի վարքագծի կանոնների հնարավոր խախտման հարցը սահմանված կարգով պարզելու համար։ Նման հաղորդում ներկայացնելու հիմք են տվել դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները։ Էթիկայի հանձնաժողովը 6 դատավորների վերաբերյալ խախտում արձանագրելով արդեն դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին վարույթ հարուցելու միջնորդությամբ։ Մասնագիտական տոնն են այսօր նշում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները։ Այդ կապակցությամբ հանդիսավոր նիստ է տեղի ունեցել համակարգի աշխատողների մասնակցությամբ, որտեղ հնչել է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը։ Լավագույնները իրենց աշխատանքին նվիրումի համար արժանացել են պարգևների և մեդալների։ Ազգային անվտանգության աշխատակիցներն իրենց պրոֆեսիոնալ տոնը նշում են արդեն 10-րդ հոբելյանական տարին։ Մասնագիտական տոնը դեկտեմբերի 29-ին է, այս անգամ սակայն տոնը մի քանի օր շուտ նշվեց։ Համակարգի աշխատակիցներին ներկայացվեց նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձը, որտեղ Սերժ Սարգսյանը կարևորելով ազգային անվտանգության ծառայության աշխատանքը նշել է, որ պետականության անվտանգության ապահովման գործում ծառայության աշխատակիցները պատվով են կատարում իրենց պարտքը պետության հանդեպ։ Մեր ժողովրդի խաղաղ առօրյային եւ անվտանգությանը ունեցված մարտահրավերները պետք է ստանան համարժեք արձագանք եւ ձեր արդյունավետ գործունեությունը դրա գրավականն է։ Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթելով քաջ առողջություն, հետագա հաջողություններ եւ ձեռքբերումներ ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի ապահովության։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան։ Ծառայության ղեկավարի ուղերձն աշխատակիցներին ուղղված էր նաև հասարակությանը։ Ծառայության աշխատակիցները գործի գիտակներ են եւ պատրաստ են հակառակորդին դիմակայել ցանկացած ճակատում։ Կարևորում է մեր աշխատակցի բարոյական կերպարի ձևավորումը ու պահպանումը, որը պետք է բավարարի ամենաբարձր չափանիշներին։ Գորիկ Հակոբյանն անդրադարձավ մոտ 1 ամիս առաջ համակարգի աշխատակցի կաշառքի մեղադրանքով ձերբակալության փաստին, նշելով, որ նմանատիպ մարդիկ տեղ չունեն իրենց համակարգում։ Ափսոսանքում եմ խոսում այս դեպքի մասին։ Միաժամանակ նման երևույթը եզակի է եւ համակարգի հիմնական կազմը բազմիվ սկզբունքային եւ պարգև աշխատակիցներ։ Նրանցից շատերի անունները հնչում են, ոմանք պարգևատրվում են, բայց ոչ բոլորի դեմքերն են ցուցադրվում։ Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևները հանձնում է վարչապետը։ Գեներալ-մայորի ուսադիրները Տիգրան Սարգսյանն հանձնում է սահմանադրական կարգի պահպանման եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հրանտ Եպիսկոպոսյանին։ Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով ծառայության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ եւ ծառայողական պարկ կկատարելիս ցուցաբերած նվիրումի համար մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին մարտական ծառայության մեդալով։ Պարգևների հանձնումից հետո Տիգրան Սարգսյանը նշեց, որ հանրապետության նախագահը խնդիր է դրել մարտահրավերներով լի արագ փոփոխվող աշխարհում ապահովել մեր պետության եւ քաղաքացիների անվտանգությունն ու ապահով կյանքը։ Վարչապետը նշեց, որ այդ դաշտում շատ են նաեւ ծառայության աշխատակիցների անելիքները։ Պաշտպանության նախարարի, ոստիկանության պետի, գլխավոր դատախազի, արտակարգ իրավիճակների նախարարի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից անվտանգության համակարգի մի խումբ աշխատակիցներ արժանացան կրծքանշանների, մեդալների, շնորհակալագրերի ու հուշանվերների։ Հայկ Հովհաննիսյան, Ռոմիկ Խաչատրյան, առաջին լրատվականը։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրությունների մասնակցության հարցը կքննարկի կուսակցության պլենումում, որ տեղի կունենա մինչև դեկտեմբերի 30-ը։ Հենց այդ ժամանակ էլ կուսակցությունը կորոշի առաջադրել սեփական թեկնածու, թե ոչ, այսօր հայտնել է կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Նա չի բացառել այնպիսի իրավիճակ, որի դեպքում Կոմկուսը կարող է սատարել որևէ այլ թեկնածուի։ Թովմասյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ընտրությունների շեմին իշխանությունները ձգտում են մաքրել քաղաքական դաշտը եւ վերարտադրվելու գործընթացը դարձնել առավել դյուրին։ Ներքաղաքական զարգացումների շուրջ իմ գործընկեր Նվեր Մնացականյանը այսօր կզրուցի ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հետ։ Առաջինի հարցազրույցը կարող եք դիտել 23:40-ին։
Շարունակում ենք թողարկումը ռուս-վրացական սահմանի վերին Լարս անցակետում մոտ 100 հայկական բեռնատար ավտոմեքենաներ են կուտակվել ձյան շարունակական տեղումների պատճառով։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալով ժամը 19-ի դրությամբ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 30 տեղանոց միկրոավտոբուսների համար։ Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ։ Միացյալ Նահանգներում խոնարհված են դրոշները Քոնեկթիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում տեղի ունեցած ողբերգության առիթով։ Ողբերգությանը զոհ էին դարձել 20 երեխաներ եւ 6 չափահասներ, երեխաները եղել են 6-ից 7 տարեկան։ Ըստ իրավապահների Հադամ Լանցան նրանց սպանել է յուրաքանչյուր երեխայի վրա կրակելով մի քանի անգամ։ Այնուհետև նա հրացանը ուղղել է իր վրա եւ ինքնասպան եղել։ Ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են մի քանի տեսակի հրացան։ Իրավապահները կատարվածը բնութագրում են որպես ամերիկյան պատմության ընթացքում կրթական հաստատությունում տեղի ունեցած մեծագույն ողբերգությունը։ Ըստ ոստիկանության վերջին տվյալի 20-ամյա մարդասպան Ադամ Լանցան նախքան դեպքի վայր մեկնելն է սպանել իր մորը։ Կիրակի Նյութաուն է այցելել նախագահ Բարակ Օբաման։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցելուց հետո նախագահը ելույթ է ունեցել, որի ժամանակ խոստովանել է, որ կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկում երեխաների պաշտպանության համար։ Մեր առաջին խնդիրն է պաշտպանել երեխաներին։ Եթե մենք ի վիճակի չենք անել այդ քայլը, ապա մենք ոչինչ չենք կարող անել, հայտարարել է նախագահը։ Օբաման խոստացել է փոփոխել ամերիկյան օրենսդրությունը, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նմանատիպ ողբերգություններից։ Նա հիշեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Քոնեկթիկուտում զանգվածային սպանության 4-րդ դեպքն է գրանցվել։ Քոնեկթիկուտի նահանգապետ Դենիել Մայլոյը հայտարարել է, որ մարդասպանը հոգեկան հիվանդ էր։ Վերջին մեկ տարում 3 այսպիսի զանգվածային սպանություն է արձանագրվել Միացյալ Նահանգների ուսումնական հաստատություններում։ Թեմայի շարունակության համար այժմ ուղիղ տեսակապ ենք հաստատում Վաշինգտոնում մեր մշտական թղթակից Հայկարամ Նահապետյանի հետ։ Բարև Հայկարամ, ինչ արձագանք է գտել Նյութաունի ողբերգությունը մամուլում, ինչ է առաջարկում հանրությունը նման դեպքերից խուսափելու համար։ Բարի երեկո Շահանե։ Ամերիկյան հասարակության ուշադրության կիզակետում իհարկե Քոնեկթիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունն է։ Նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ պետությունը գործի կդնի ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները վերջ դնելու այսօրինակ բռնություններին։ Թեման կրկին օրակարգ է բերել մի հարց, որը այժմեական է դարձել վերջին տարիներին։ Առնելով բռնությունների եւ զենքի գործադրման սպանությունների ահագնացող ցուցանիշները Միացյալ Նահանգներում, արդյոք պետք է հնարավորություն տրվի հասարակությանը նման դյուրացված տարբերակով զենք գնել։ Ոստիկանության տեղեկություններով Ադամ Լանցան այնքան զինամոթ ուներ, որ կկարողանար սպանել նույնիսկ 100-ից ավելի դպրոցականների, ինչից բնական հարց է ծագում, թե ինչպես կարող էր մտավոր առումով անառողջ անձնավորությունը սովորական զենքի խանութից նման քանակի զինամոթ գնելու հնարավորություն ունենալ։ Միացյալ Նահանգները աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնակչության մոտ զենքի քանակի առկայության առումով, ընդ որում երկրորդ տեղը զբաղեցնող Եմեն պետությունում հասարակությունը կրկնակի պակաս է զինված, քան նահանգներում։ Կանադական Global Research կազմակերպության նախորդ հրապարակած հետազոտությունը նշում է, որ Միացյալ Նահանգներում զենքի մոտ առկայությունը մարդկանց մոտ համաճարակի բնույթ է ստացել։ Ըստ վիճակագրության Միացյալ Նահանգներում ամեն տարի 30,000 քաղաքացի է զբաղվում զենքի գործադրմամբ, իսկ հրազենային վնասվածքների վիճակագրությունը մոտ 2.5 անգամ ավելի է՝ 70,000։ Կանադական կառույցը գտնում է, որ տեղի ունեցածից հետո Օբաման կրկին կբախվի զենքի շրջանառությունը սահմանափակելու հասարակական ճնշմանը, ընդ որում զենք արտադրողների լոբինգը նույնպես զորավոր է եւ կառույցը կանխատեսում է դիմակայություն եւ հարցի սրացում Բարակ Օբամայի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում։ Շահանե։ Շնորհակալություն Հայկարամ Նահապետյաններ Վաշինգտոնից։ Եվս երկու ողբերգություն է այսօր տեղի ունեցել երկու տարբեր երկրներում, որոնց դարձյալ մանուկներ են զոհ գնացել։ Աֆղանստանում դաշտային ռումբի պայթյունից մահացել է 10 աղջնակ եւ վիրավորվել 2-ը։ Տեղի իշխանությունը հայտնել է, որ աղջիկները վառելափայտ հավաքելիս են եղել, երբ նրանցից մեկը պատահաբար կացնի հարվածով գործի է դրել դաշտային ռումբերից մեկը։ Պատահարը տեղի ունեցել Պակիստանի սահմանակից նահանգներից մեկում։ Իսկ Պակիստանի Ջամերդու քաղաքում պայթած ռումբից զոհվել է 16 մարդ եւ վիրավորվել 70-ը։ Ահաբեկիչը ռումբը պայթեցրել է շուկայի կանգարի մոտ, զոհվածների մեծ մասը եղել են դպրոցականներ։ Միջազգային մյուս կարևոր իրադարձությունները մեկ տեսաշարով ներկայացնում է Դավիթ Մուրադյանը։ Ըստ Սիրիայի ապստամբների Դամասկոսի մոտակայքում գտնվող փախստականների Յարմուկ ճամբարի վրա բանակի օդուժի հարձակումից զոհվել է 25 մարդ։ Սիրիայի ճգնաժամի 20 ամիսների ընթացքում դա առաջին անգամ է, երբ օդուժը ռմբահարել է մոտ կես միլիոն պաղեստինցիների ապաստանած ճամբարը, որն իր հերթին բաժանված է նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների ճամբարների միջև։ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար Իրանը 6 կետից բաղկացած նախագիծ է ներկայացրել։ Դրանք ներառել են ՄԱԿ-ի վերահսկողությամբ Սիրիայում արյունահեղության դադարեցումը, զինված ընդհարումներից տուժած
բնակիչներին մարդասիրական օգնության տրամադրումը, ազգային համաձայնության բանակցության մեկնարկը, քաղբանտարկյալներին ազատ արձակումը, Սիրիայի մասին ապատեղեկատվության տարածման դադարեցումը եւ Սիրիայի ենթակառուցվածքների վերականգնմամբ զբաղվող հանձնաժողովի հիմնումը։ Սիրիայի ընդդիմադիրները եւ Թուրքիան արդեն մերժել են Իրանի առաջարկած նախագիծը։ Թուրքիան պահանջել է, որպեսզի հաջորդ տարվա հունվարի ընթացքում նախագահ Բաշար Ասադը հեռանա։ Թուրքիայի եւ Իրանի միջև մեկ այլ հակասության պատճառով չի կայացել Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Անկարա։ Թուրքիայի լրատվամիջոցները եզրակացրել են, որ դա կապված է Թուրքիայի տարածքում Պետրիոտ հակահրթիռային համակարգերի տեղադրման հետ։ Սպասվում էր, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում Ահմադինեժադը քննարկելու էր նաև Սիրիայի ճգնաժամը։ Լարված հարաբերությունը կարող է խորանալ նաև Թուրքիայի եւ Հունաստանի միջև։ Էլլադան ավարտել է Թուրքիայի սահմանի 10 կիլոմետրանոց պաշտպանիչ պարսպի շինարարությունը։ Հունաստանն այդպիսով փորձել է Եվրամիությանը հետ պահել Թուրքիայից ներթափանցող ապօրինի ներգաղթյալներից։ 10 կիլոմետրանոց պատը հագեցած է հարյուրավոր տեսախցիկներով, մի քանի տասնյակ ձայնորսիչ համակարգերով եւ 370,000 մետր փշալարով։ Հունաստանի ներքին գործերի նախարարությունը հաշվել է, որ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տարեկան ապօրինի թափանցում է 130,000 գաղթական Ասիայից եւ Աֆրիկայից։ Պաշտպանիչ կառույցի համար Աթենքը ծախսել է 3.160.000 եվրո։ Եգիպտոսում 3 ավարտված սահմանադրական հանրաքվեի նախնական գնահատականով ընտրողների մեծամասնությունը հավանության է արժանացրել նախագահ Մոհամեդ Մուրսիի առաջարկած նախագծին։ Մուրսիի համախոհ մահմեդական եղբայրներ կուսակցությունը պնդում է, թե առաջին փուլի ընթացքում նախագծի օգտին քվեարկել է ընտրողների 56.5%-ը։ Անդիմությունը պահանջել է կրկնակի հանրաքվեի անցկացում։ Մուրսիի հակառակորդների համոզմամբ սահմանադրությանը դեմ է ընտրողների ավելի քան 60%-ը։ Նրանք նաև շարունակում են պնդել, թե սահմանադրության նոր նախագիծը, որը հիմնված է շարիաթի օրենքների վրա, ոտնահարում է մյուսների իրավունքները։ Նախագահ Մուրսին նոր նախագծով իրեն օժտել է գործադիր, օրենսդիր եւ դատական բացարձակ իշխանությամբ։ Յոսիհիկո Նոդան պատրաստվում է հրաժարական տալ Ճապոնիայի վարչապետի պաշտոնից։ Տաքող արևի երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունից հետո նրա կուսակցությունը պարտություն է կրել։ Հավանաբար երկրի վարչապետի պաշտոնը կրկին կստանձնի ընտրության ընթացքում հաղթանակած լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ նախկին վարչապետ Շինձո Աբեն։ Յոսիհիկո Նոդան ստանձնել է իր կուսակցության պարտության հիմնական պատասխանատվությունը։ Երկրի նոր կառավարությունը լուրջ մարտահրավերներ ունի։ 2000 թվականից ի վեր Ճապոնիան ապրում է 4-րդ ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ Ստեփանակերտում է եւ դարձյալ բարեգործական նպատակով։ Ամանորի նախաշեմին նա արժեքավոր նվերներ է մատուցել ազատամարտիկների ընտանիքներին։ Ամենասպասված եւ ցանկալի նվերը սակայն լուսանկարներ սիրված ֆուտբոլիստի հետ, ինչպես նաեւ նրա ստորագրության գնդակն ու մարզաշապիկը։ Ֆուտբոլային մեր ու համաշխարհային նորահայտ աստղի ինքնագրերն Արցախում պահանջված են ոչ միայն պատանիների ու երիտասարդների կողմից։ Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրություններով գնդակներ ու մարզաշապիկներ բաժանեց նաև ազատամարտիկներին։ Նա արդեն 3-րդ անգամ Լեռնային Ղարաբաղ էր այցելել ազատամարտիկների ընտանիքներին Ամանորի տոներից առաջ նվերներ հանձնելու եւ զորակցելու նպատակով։ Արցախում նվերներից շատ ավելի Հենրիխի հետ հանդիպմանն են սպասում։ Ամեն մի քոխաղ Ղարաբաղում այդպիսի մի ընտանիք չկա, որ չնստի ու նայի։ Մենք հպարտանում ենք քեզանով եւ ցանկանում ենք, որ հպարտությունը հավերժ լինի։ Հնչող բոլոր շնորհակալություններին ի պատասխան համեստությունից փայլող մեր աստղի արձագանքը մեկն է։ Ցանկանամ, որ այս ավանդույթը շարունակվի դեռ շատ երկար տարիներ։ Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր այս տարվա վաստակից բաժին է հանել նաեւ արցախցի 21 ազատամարտիկների ընտանիքներին նրանց նվիրել կենցաղային տեխնիկա, սառնարան, լվացքի մեքենա ու հեռուստացույց հեշտացնելու նրանց առօրյան, իսկ պատանի ֆուտբոլիստերին ու խաղի սիրահարներին գնդակներ ու մարզաշապիկներ է նվիրել։ Պատիվը ցած չի գցի ուրիշ երկրների, ուրիշ պետության մարզիկների դեմ։ Ես ուրախ եմ, որ այդպիսի ֆուտբոլիստ ունենք, այդպիսի սպորտսմեն ունենք, բայց այդպիսի սպորտսմենն ես զգացի արդեն 3 տարի, որ նա մեծ սիրտ ունի։ Շատ մեծ ուրախություն եմ ապրում, երբ գալիս եմ Լեռնային Արցախ եւ կատարում եմ բարեգործություն, որովհետեւ տեսնում եմ, որ մարդիկ դրա կարիքը շատ ունեն, փորձում եմ հնարավորինս չափ նրանց օգնել եւ կարողանալ նրանց նվեր մատուցել, թե այն բանի համար, որ շուտով Ամանոր է եւ թե այն բանի համար, որ նրանք կարողացել են կռվել մեզ համար։ Մխիթարյան, հարված,
Առաջիկայում որևէ այլ ակումբ տեղափոխվելու հավանականություն կա, թե ոչ, որն է իր խփած ամենագեղեցիկ գոլը, ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Հենրիխի երկրպագուներին Արցախում հետաքրքրում էր իրենց կուռքի կարծիքն ամեն ինչի մասին։ Այսօր Հենրիխ Մխիթարյանին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին ընդունել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպմանը քննարկվել են եկող տարվա անելիքները։ Պլանավորել ենք, որ պետք է կառուցենք հատկապես Հադրութում եւ Մարտունիում մարզադաշտեր։ Ու իհարկե ֆուտբոլի զարգացման համար դա մեր սուրբ գործն է, ես համարում եմ անձամբ իմ խնդիրը, որպեսզի ֆուտբոլը Արցախում զարգացնենք եւ բերենք այն մակարդակին, ինչ որ գոնե ունենք այսօր Հայաստանում։ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ Հենրիխ Մխիթարյանին աջակցության եւ բարեգործական ծրագրերի համար։ Արմինե Ուդումյան, Մհեր Մկրտչյան, Առաջին լրատվական, Ստեփանակերտ, Երևան։ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը տոնում է 75-ամյա հոբելյանը։ Այդ առիթով շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանը։ Իր ուղերձում նախագահը գրել է, որ ազգային երգարվեստի երախտավորներ Թաթուլ Ալթունյանի եւ Արամ Տեր-Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը դարձավ հայ երգի լավագույն մեկնողն ու տարածողը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ 1961 թվականից ի վեր երգչախմբի ղեկը ստանձնեց Կոստանդնուպոլսից հայրենիք ներգաղթած երիտասարդ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ում անունը հետագայում պսակվեց բազմաթիվ դափնիներով եւ պատվավոր կոչումներով։ Իր բացառիկ վարպետությամբ եւ անսահման նվիրումով մայեստրո Չեքիջյանը նշանավորեց երգչախմբի ոսկե դարը, նրա կենսագրությունը հարստացնելով փառավոր էջերով եւ հաղթանակներով։ Նախագահի խոսքով անգնահատելի է երգչախմբի վաստակը հատկապես հայ հոգեվոր երաժշտության Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Քրիսափոր Կարամուրզայի, Արմեն Տիգրանյանի, Արամ Խաչատրյանի, Արնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի երգչախմբային ստեղծագործությունների կատարման եւ հանրահռչակման գործում։ Բավական է նշել, որ հայրենիքից դուրս երգչախումբը ունեցել է 813 համերգ, իր արվեստի ուժով կախարդելով բազմահազար ունկնդիրների։ Պատահական չէ, որ ի գնահատություն իր անցած փառավոր ուղու 75-ամյա Հոբելյանի նախաշեմին երգչախմբին շնորհվեց նաև ազգային պատվավոր կոչումը։ Սրտան շնորհավորելով 75-ամյակի առթիվ նախագահ Սարգսյանը Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին մաղթել է նորանոր հաջողություններ, հանսպառ եռանդ եւ անխափան ստեղծագործական ընթացք։ Էրեբունի բժշկական կենտրոնում առաջին անգամ սրտի վիրահատության ժամանակ կիրառվել է որակական հատկություններով նոր սերնդի ստենտ, որն արդեն փորձարկում է անցել եվրոպական շուկայում։ Ստենդի առաջին փորձարկումը Էրեբունի բժշկական կենտրոնում պատահական չէ, սրտաբանական ծառայությունների մատուցման ծավալով կենտրոնը եզակի է Հայաստանում։ Այստեղ մատուցվում են սրտի վիրահատությունից, անհետաձգելի սրտաբանական բուժօգնությունից մինչև առիթմոլոգիական ծառայություններ։ Ստենտավորման հաջող ընթացքը կախված է նաև որակական բարձր հատկություններ ունեցող անգիոգրաֆ սարքավորումից։ Տարածաշրջանում միայն Հայաստան ունի այսպիսի սարք։ Այն սրտի անոթների ստենտավորումից բացի իզորու է կատարել այլ միջամտություններ ևս։ Այսօր դեռ լայն կիրառում ունեցող ստենտը իրենից ներկայացնում է մետաղական կարկաս, այն տեղադրվում է սիրտը սնուցող անոթի պատին, վերականգնում է անոթի անցանելիությունը եւ մարդու օրգանիզմում մնում ամբողջ կյանքի ընթացքում։ Ներկա տեղադրվող ստենտը տարբերվում է նախորդ սերունդներից նրանով, որ նա այդ մետաղական կարկասը չունի եւ նա հետագայում լուծվում է եւ անոթը վերականգնում է իր նորմալ ֆիզիոլոգիական հատկությունները։ Եղանակը ցրտել է, գլուխ են բարձրացրել սուր շնչառական հիվանդությունները, չնայած նախորդ տարվա համեմատ այս տարի գրիպով հիվանդանալու դեպքերը մոտ 30%-ով նվազել են։ Համաճարակաբանները նախազգուշացնում են, որ փակ տարածքում վատ օդափոխվող սենյակում երկար մնալը կամ եղանակին համապատասխան հագնվելը կարող են հանգեցնել տարբեր սուր շնչառական հիվանդությունների, որոնցից ամենատարածվածը գրիպն է։ Հիվանդության հարուցիչները ակտիվանում են հատկապես ցուրտ եղանակին եւ սեզոնային բնույթ են կրում։ Գրիպից խուսափելու համար տաք հագնվելուց եւ ձեռքերի հիգիենան պահպանելուց բացի մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործել։ Կարելի է օգտագործել ցիտրուսային մրգերը, թեյ, մեղր եւ չոր մրգերը, հա, այդ ջրերը, անկույս, նուշ եւ այլ, որոնք եւս իմունիտետի բարձրացման հարցում մեծ դեր ունեն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի։ Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կրթության եւ գիտության նախարարության հետ արարած բաց մրցույթի արդյունքում միաձայն ընտրվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բուհի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Նարիմանյանը։ Այս մասին հայտնում է Պանորամա AM-ը, նշելով, որ մրցույթի մասնակցության համար միայն մեկ պաշտոնական հայտ էր ներկայացվել։ Ռեկտորի պաշտոնը թափուր էր Դերենիկ Դումանյանի հունիսին առողջապահության նախարար նշանակվելուց հետո։
Արենի սև խաղողից պատրաստված զորահ կարասի գինին մտել է ամերիկյան Bloomberg հանդեսի կազմած աշխարհի լավագույն 10 գինիների ցուցակ։ Տարբեր պետությունների մոտ 4000 տեսակի գինիներ համտեսած հոդվածագիր Էլին Մքքոյը ֆրանսիական Բորդոյի, կալիֆոռնիական կարմիր գինու և մինչև իսկ $18,000 արժեցող աստվածների խմիչքների շարքում $45 հայկական նմուշը ընդգրկել է Արենիի քարանձավներից ոչ հեռու աճեցված վայրի խաղողի հյութի, կավե ամաններում հնեցվելուց հետո ստացած մետաքսե էլեգանտ համի համար։ Մերազգային էպոսը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Այսուհետև հայ ժողովուրդը համաշխարհային հանրությանը կներկայանա նաև իր ավելի քան 1000-ամյա պատմություն ունեցող Սասնա ծռեր ջուցազնավեպով։ Մինչ այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված էին Դուդուկն ու Խաչքարը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը 27 նոր արժեքներով համալրվել է դեկտեմբերի սկզբին Փարիզում կայացած ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի նստաշրջանում։ Այդ օրերին որոշվել է նաև, որ 2013-ին Հայաստանը կնախագահի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեկ այլ մշակութային ինքնաարտահայտմանը վերաբերող կոնվենցիայի 7-րդ նստաշրջանը։ Օրեր առաջ, դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական եզրակացություն տվեց մեր ազգային էպոսը Սասնա ծռերը ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկելու Հայաստանի ներկայացրած հայտին։ Աշխարհի տարբեր երկրներից ներկայացված 70 հայտերից փորձագիտական դրական եզրակացություն էին ստացել 36-ը, սակայն ընդամենը 27-ն արժանացան ցանկը համալրելու պատվին։ Հայաստանի մշակույթի նախարարությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը արդեն 3-րդ անգամ են արժանանում դրական եզրակացության։ Սա Հայաստանի 3-րդ հայտն էր։ Առաջինը, ինչպես գիտեք, Դուդուկը եւ իր երաժշտությունը, 2010 թվականին ներառվեց Խաչքարի արվեստը, խաչքարագործությունը եւ Խաչքարի խորհուրդ հայտը, եւ ուրեմն մենք հպարտ ենք այսօր, որ համալրվեց 3-րդ հայտով։ Բնավ դյուրին գործընթաց չէր, փաստում են նախագծի պատասխանատուները, փորձել են հայտում համակողմանիորեն ներկայացնել ազգային էպոսի դրսևորման բոլոր ձևերը, ասացողների կենդանի պատումներից մինչև գեղանկար, քանդակ ու կատարողական արվեստ։ Ամբողջ գործընթացի ընթացքում նախարարության ներկայացուցիչներն ակտիվ քննարկումներ ու խորհրդատվություններ են ունեցել էպոսագետ բանագետներ Արուսյակ Սահակյանի, Արմեն Պետրոսյանի, Եվա Զաքարյանի, ինչպես նաև Սարգիս Հարությունյանի հետ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշումից հետո այժմ արդեն նոր վերելք կունենա էպոսի հանրահռչակման ու մանավանդ երիտասարդության շրջանում քարոզչության գործընթացը։ Էպոսներ ստեղծել են աշխարհի տարբեր ժողովուրդներ։ Շատ էպոսներ այլևս գոյություն չունեն բանավոր խոսքի ձևաչափում։ Այսինքն կա էպոսը, բայց չկա այդ էպոսը կրող, օգտագործող ժողովուրդը։ Որպեսզի մեր էպոսը չվերածվի այլևս գրավոր ժառանգության, մենք պետք է քայլեր ձեռնարկենք դրա ճանաչելիությունը մեծացնելու, մեր երիտասարդության մեջ դրա նկատմամբ հարգանք ձևավորելու եւ արմատավորելու առաջին հերթին այն նման հեղինակավոր ցանկում, երբ արժեքը ներառվում է, դա հպարտություն է կրող ազգի համար։ Ինչպես եւ կարելի էր ենթադրել, Թուրքիան խոճապային անհանգստություն է դրսևորել հայկական էպոսում հնչող Սասում եւ ընդհանրապես մյուս բոլոր տեղանունների առնչությամբ, սակայն ըստ արտգործնախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանի դիվանագետներին շատ արագ հաջողվել է կանխել հարևան երկրի հերթական անհեթեթ հիստերիան։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Եվ վերջում սերն իրոք տարիք չի հարցնում։ Իտալիայի նախկին վարչապետ 76-ամյա Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է իր նշանադրության մասին։ Հարցնացուն նրանից 48 տարով փոքր է։ Բերլուսկոնին իր մեդիա հոլդինգի հեռուստաընկերության եթերում ասել է, որ ամուսնանալու է 28-ամյա գեղեցկուհի Ֆրանչեսկա Պասկալեի հետ։ Նա Ֆրանչեսկային ծանոթ է արդեն 7 տարի։ Ֆրանչեսկան եղել է Բերլուսկոնիի աջակիցների ակումբի ղեկավարը։ Պասկալեն մի քանի լայնածավալ միջոցառումներ է կազմակերպել Բերլուսկոնիին մեծ քաղաքականություն վերադարձնելու համար։ Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատում էր Շահանե Մեժլումյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։